Большинство травоядных не смогло бы ее достать, но благодаря их умениям копателей вомбаты без проблем выкорчевывают клубеньки и коренья. А тех малышей, что еще не покинули мамину сумку, оберегает... Ողջույն իմ շատ սիրելի եւ հավատարիմ հետևորդներին, հուսով եմ լավ եք եւ ձեզ հետ ամեն բան կարգին է։ Մենք նույնպես լավ ենք, մեզ հետ ամեն բան կարգին է։ Ես ու Արտուշն ենք, դրսում ենք։ Այսօր էքսկուրսիայի օր է։ Արտուշի դասարանով այդպես գնում ենք Մաչանենստուն։ Էջմիածին պետք է եկեղեցի մտնենք։ Մի խոսքով, այսօր լավ օր ենք ունենալու։ Ձեզ բարի դիտում եմ մաղթում սիրելի հետևորդներ ջան, իսկ մեզ բարի ժամանց ընթացքում ինչ հասցնեմ կնկարեմ մեր սիրով ձեզ համար։ Արտուշ, ինչպես ես, լավ ես։ Այո, ուրախ ես որտեղ ենք գնում։ Ստեղ նայի։ Ջան, չնայած եղանակը այդքան էլ բարեհաջող չէ, բայց մենք տանից դուրս ենք եկել, հիմա մի հատ գնում անձրևանոց վերցնենք Արտուշի համար, հնարավոր է ճանապարհին անձրև կա, ես ունեմ որպես փոքր անձրևանոց Արտուշը չունի, տեսնենք այստեղ բաց խանութ մոտրակա որտեղ կա, մի հատ վերցնենք ու գնանք։ Այսօր օրը կիրակի է, անձրևոտ եղանակ է եղել, հիմա մարդիկ քիչ են դրսում։ Տեսնես այստեղ բաց է Արտուշ, թե բաց չի։ Այստեղ բաց չի, զոնտիկ չկա։ Զոնտիկներ իրանք ունեն, բայց չգիտեմ բաց է թե չէ։ Հələ մոտիկ անանք։ Բաց է, մեջը մարդ։ Ուրեմն այսօր ոնց որ թե փորձությունները որ է։ Ասի մոտակա խանութներից մեկից անձրևանոցը գնենք։ Մոտեցել ենք, ասում է պետքա սպասեք, դեռ 5 րոպե կա որ պետքա բացվի։ Դրսում սպասում ենք։ 3 րոպե անցավ։ Արտուշին ասեցի գոնե գնա դու ներսում կանգնի, հենց այդ դռան մոտը որ ցուրտ է, էլի հազում է։ Ուրեմն Արտուշը մտնում է որ կանգնի, դուրս են կանչում, ասում են քանի որ խանութը չի բացել։ Դրսում սպասեք։ Բայց ես մտել եմ ներս, ասում են ստաղադյան փակ է։ Փակ է, դրսում սպասեք, 5 րոպե կբացվի։ Սպասում ենք, 5 րոպեն անցնում է։ 5 րոպեն ասում Ժամը 10-ին է բացվում։ Հագուստի աշխարհը 10-ն մոտել ենք, կասայի աշխատողն ասում է, չեք կարող առաջանալ գնումներ անեք, որովհետև դեռ կասան բաց չի։ Ասենք ինքը պետք է նախորոք հաշվարկը իր անի, կոպեկները շարելա դեմը ու փող է հաշվում։ Խիտ չեք ժամանակին ձեր գումարները հաշվում, որ ժամը 10-ին պետք է խանութը բաց լինի, երկու տարբեր հաճախորդներ կանգնած ենք ու մեզ այն որ չեն սպասարկում ու ճանապարհ են։ Չգիտեմ թե այս ոնց են աշխատում։ Մի հատ էլ ներս ենք մտել, ասում է դրսում պետք է սպասեք, դուրս եկեք, ասում ենք ինչի համար, ասում է դե կոպեկները շարած է, ես պետքա կասան բացեմ։ Ասենք դուք հնարավոր չի դա ժամանակին անեք, որ կասան բաց լինի, հաճախորդն էլ հա մտնի իր գնումը անի, գա ես ինչքան սպասեմ, որ դուք այդ դիմացի շարած կոպեկները հատիկ առ հատիկ հաշվես, որ հետո նոր մեզ ընդունես։ Թողեցինք դուրս եկան, խոսքով ասացի հոշում, ես այդքան հավես չունեմ, ժամանակ չունեմ։ Սա ավելի լավ է գնում ուրիշ խանութից։ Վերցնեմ ու տենց էլ եղավ։ Ուրիշ խանութից վերցրեցինք ու հիմա արդեն դուրս ենք եկել, հասել ենք դպրոցի մոտ։ Գոնե ասեն երեխու հայտես ցուրտ է ոչինչ։ Արի կանգնի դրսում, դրսում մի սպասեք, դռան մոտից առաջ մի եկեք։ Գոնե ստեղ սպասեք, ասում ենք ստեղ սպասենք ցուրտ է, ասում է չէ։ Դրսում սպասեք։ Դե դրսում։ Դպրոցի բակում ենք, ավտոբուսը մեզ է սպասում։ Այդպես։ Ժամանակին շուտ մարդ է եկել։ Քո պատճառով եղավ։ Ո՞ն պատճառով։ Հի։ Մենք չենք ուշացել, մենք հələ շուտ ենք եկել։ Ոչ մեկ էլ չի եկել հələ։ Դեռ ոչ մեկ չի եկել։ Հա։ Մենք ենք եկել։ Մնաք վարորդն է։ Հուսանք լավ օր ալնելու, արևոտ օր ալնելու։ Մեր ավտոբուսն է, պղասարի, մեզանից շուտ եկող չի եղել։
Արտուր, սպասի։ Արդեն հասել ենք Մաչանոնց տուն։ Հիմա գնում ենք մուտքը մի փոքր այն ուրիշ կողմից, հա, այդպես մտնում ենք։ Փողոցով քայլում ենք, գնանք, հասնենք։ Ամպերը։ Ստեղ եղանակը ավելի լավ է, քան մեր մոտ։ Այ, իսկական մուտքը ստեղից է։ Երկրորդ հայրը ձեզ խանգարում է եւ հասնում է ձեզ։ Մենք լսում ենք, չէ՞ իրար։ Ես խոսում եմ, դուք լսում եք։ Նույն ձևով պետք է լինի նաեւ մեր խումբը։ Տղաներ ձեզ ոչ չեմ խանգարում։ Ոչ։ Շնորհակալություն, ոչ չեմ։ Նկարել կարելի է, չէ՞։ Բայց ցանկալիան է վեցկուտ, որոնք որ հենց խաղաղության խորհրդանիշն են։ Իսկ մեջտեղում արդեն այստեղ կտեսնեք տարբեր երկրների դրոշներ ներկայացված։ Իրենք այն երկրի դրոշներն են, որտեղից որ նկարիչները եկել են։ Իհարկե մի մասը։ Իսկ ամենավերևում որ նայեք, իհարկե Արցախի դրոշից վերև մենք կտեսնենք, որ Հայաստանի դրոշն է, իսկ վրան պատկերված են 4 կրունկներ։ Սա մեր կազմակերպության լոգոն է։ Մենք հույս ունենք, որ գալու է օր, երբ աշխարհի բոլոր հայերը կհամախմբվեն, կվերադառնան հայրենիք եւ կապրեն միայն Հայաստանում։ Իսկ 4 կրունկներն աշխարհի բոլոր հայերն են, տարբեր ծայրամասերում, հա, որոնք որ ապրում են։ Ու իհարկե այդ հույսը չենք կորցնում, այդ իսկ պատճառով ռուս նկարիչ քանդակագործ, ով որ նկարիչների փառատոնի ժամանակ մասնակցություն ա ունեցել, սա քանդակել է եւ նվիրաբերել է մեզ։ Հենց այդ հույսը։ Սա մեր քանդակի մասին։ Կան կեսով բանջարեն, վանական։ Հայրիկներ ջանձեն կարծիքով որ ինչը կարող է լինել սա, այդ տարբերակներ, այո, բանալիճը, մեզ համար խորհրդանշական շատ սիմվոլիկ հատված է վանալիճի փոքրիկ մանրակերտը, որպեսզի մենք միշտ նման պայմաններում այո ապրում ենք մեկ տեսակետով, դա տարածքն է։ Դիմացի հատվածում էլ տեսնում ենք վանակատուն է, այն եզակի միակ կատուներից է, որ ապրում է վանալիճի։ Նա նաև նկարիչ է, բանաստեղծ, իր աշխատանքները այստեղ խանութ սրահում ցուցադրված են։ Ավարտից հետո դուք կարող եք շրջել եւ ծանոթանալ։ Շնորհակալ։ Այժմ իրենք ամբողջությամբ այստեղ վաճառում են։ Կրկին դրալ կծանոթանան
Եվ մի բան էլ ձեզ ներկայացնեմ։ Այս քարերը, որոնք որ դուք տեսնում եք, իրենք բերված են Երևանից։ Եթե ձեր մեջ մարդիկ կան, ովքեր կհիշեն, հա, Հյուսիսային պողոտայի հին տները նախկինում, ինչպես են եղել։ Ինչ քարն որոշեցինք, որ այս քարերը չկորցնելու փոխարեն պետք է այստեղ քաղաքից միացնում, կառուցենք մեր խանութ սրահը, մեր դպրոցը, որպեսզի գոնե մեր քաղաքում մենք մեր հին երևանյան հիշողությունները, հա, միշտ պահպանենք։ Դրա համար որոշվեց, որ քարերը վերլուծելու փոխարեն պետք է այստեղ կառուցենք մեր այս շինությունը։ Քանք այստեղ կանգնենք։ Մայրիկներ ջան, այսքանով ավարտում ենք մեր առաջին տարածքը, մուտք գործում ենք հիմա երկրորդ տարածք։ Ինչ գեղեցիկ է այստեղ ամեն բան, ինչ հաճելի է, անկեղծ ասեմ, մանրակրկիտ, այսպես ուշադիր բացատրում են, մի խոսքով հիացած եմ։ Մենք հատուկ այս սրահը ստեղծել ենք հենց այն մտքով, որ այստեղ բոլոր հյուրերը կան, իրենց լավ հիշողությունները վերապրեն, որ չեն տեսել կան ու տեսնեն նվերները ընդունում ենք և ցուցադրում ենք մեր սրահներում, թանգարանում։ Այս սրահում բոլորը կարող են գալ, նստել ընտանիքներով։ Այս թաղը, որը դուք տեսնում եք, բերված է Գրիգոր Բաբախանյանի տատիկի և պապիկի տանից, իրենց օգտագործած թղթան, իրենց տան գորգը, վերևում պապիկի և տատիկի լուսանկարը և այս կարպետի շարունակությունը Գրիգոր Բաբախանյանի մայրիկն է այստեղ պատկերված արուստատիկը, ով մեր թատրոնի համար պիեսներ է գրում։ Մի օր, երբ որ ինքը այստեղ նստել է սրահում, հյուրերը եկել են, ինքը այսպես գրկաբաց բոլորին ընդունել է, ասել է բարի գալուս, ու այդ ընթացքում նկարիչների փառատոնի ժամանակ, երբ որ նկարիչները գալիս են, մեր նկարիչներից մեկը տեսել է այդ ընթացքում, որոշել է անմահացնել այսպես սեղաներ, որպեսզի բոլոր հյուրերը տեղավորվեին, նստեին։ Այս սեղանն է մասնակցել է հարսանիքներին մոտ 4-5 անգամ, այսպես դրա համար հենց այդպես է կոչվում է։ Իսկ դեր առջևում է հետո կգաք այստեղ հոբիներ ունեք, թիկնոցներ, կնստեք, կլուսանեք արեք։ Բայց մեկ կայլասկաներից կորաճաս չէ՞։ Իրենք մեր վարպետներն են հենց պատրաստում, այստեղ վաճառքի էլ ունենք, եթե ցանկանաք կարող եք գնել, այստեղ խանութում կան, ու մեր սպասքի մի մասը էլի կավիցա, որը որ մատուցվում է ռեստորանում։ Սա մեր գինետան հատված է միջոցառումների, թե առհասարակ, հա, առօրյա նստելու համար, նշեմ, որ այստեղ ունենում ենք գինու համտեսներ, այսինքն ունենք նաև արտադրություն, մենք արտադրում ենք տարբեր տեսակի գինիներ, օղիներ, այստեղ եւս մեր արտադրանքի գինիներն են ներկայացված, եթե ցանկանաք մի օր կարող եք, բայց միայն ծնողներով արդեն գալ, գինու համտեսի մասնակցեք, որ ունի ինչ-որ թե դա նախապես ամրագրում ենք, որպեսզի գինեգործը գա եւ դες ընդհանուր ներկայացնի, պատմի, համտեսեք։ Ohne Schnee arbeiten, ne? Ja, das glaube ich, wie in Deutschland auch. Սա այսպես ասած, որ ինչ պետք է գրեք դիմակներ, այսինքն պետք է ունենաք դեպքերը։
Մոտավոր, հա, որ պետք է դա չդիմի, շատ էսպես խորացված մենք կոլաժներ ունենք, դա պետք է առանձին դες մանրակը պատմենք, եթե իհարկե դուք ցանկանաք, դա ասեք ներկայացրեք ձեզ։ Նշեմ, որ մենք գտնվում ենք հիմա միջազգային պատկերասրահի տարածքում։ Բացի պատկերասրահը մենք այստեղ ունենք նաև հյուրանոցային հատված, ունենք նաև հյուրանոց։ Այսինքն Մաչանստանը գործում է նաև գիշերակացի հնարավորություն։ Եթե դուք ունեք ցանկություն, կարող եք օգտվել գիշերակացից իհարկե դայի համար։ Այստեղ շատ հաճախ հարցնում են լուրերը, սա օրինակ հայտ չէ դա դինան։ Այո, հիմա ուզում եմ։ This is so Karapetike. Սիրուն է։ Ունեցել ենք հայրենակիցներ, ովքեր որ ուղղակի նվիրաբերել են, նվիրատուները կտեսնեք երբեմն կտեսնեք իրենք, որոնց վրա որ գրված է նվիրատվության։ Եվ 40 տարիների ընթացքում այս թանգարանը ձևավորվել է եւ ընդհանրապես ամբողջ Մաչանեստումն է ձևավորվել 40 տարիների ընթացքում։ Այստեղ ձախ կողմում տեսնեք մեր թվարկությունից առաջ 2000 տարի առաջվա կահ-կարասիներ կավից, որոնք շատ հազվագյուտ եւ լավ նմուշներ են համարվում, իրենք օգտագործվել են կենցաղում եւ նաեւ ծիսական ցույց տալիս։ Այստեղ ինտերեսում եք նաեւ այստեղ փոքրիկ անցքերով բռնակներ կա, որոնց վրա որ եղել է այսպիսի անցքեր, սրանք ծիսական անոթներ են եղել, եկեղեցական ծիսական տարարողությունների ժամանակ օգտագործվել են։ Իսկ մնացած բոլոր անոթները կավե, սրանք արդեն կենցաղում են օգտագործվել։ Այստեղ միջնադարյան ժամանակաշրջանի խողովակ ունենք, որը շատ հետաքրքիր կիրառություն է ունեցել, ուրեմն սարերից դեպի գյուղ իջնող այդպես խողովակաշար է եղել եւ դրանով հիմնականում ջուրն են տեղափոխել սարերից։ Բայց երբ որ ամռանը գյուղի անասուններին տաղիքներով սևացան, սրանք թոնիրներում ելնելու համար է եղել, կորկոտ են հիմնականում ելել, հարիսան, այո, նույն այդ կորկոտի տարբերակն է էլի, ամբողջ այդ ամանը իջեցրել են թոնրի մեջ եւ ժամերով եփվել է։ Դրա համար այսպես սևացած է։ Այստեղ մի հատ ոնց որ հունի կորիզներով է։ Այս դուրդը երևի մնացել է, չորացել է, այդպես ջեջամունքային նշանակություն են ունեցել։ Սա շատ հին է, մեր թվարկությունից առ 14-12-րդ դարեր։ Այս արձանիկները պատխաբերությունն են հիմնականում խորհրդանշել։ Այսպես սրանքերի նվերներ են ստացել։ Աղջանակ։ Հիմա թանգարանում խնդրում եմ մյուս իմ աջ կողմն էլ նայեք, այդտեղ օգտագործման սպասքեր են, վերևի ուժի նման այս տարաները, որ տեսնում եք մետաղական, դրանք եղել են կթելու համար, կովերին ոչխարներին երբ որ կթել են դրանցով, այդ դրել են ոտքերի արանքում եւ դրանցով կթել են շատ հարմարավետ է եղել,
Նաև իրենք թողել, որ շուտ թթվի։ Իսկ ամեն ինչ մտածված է եղել, այս մյուս կնոջ կերպարն է, հայկական մշակույթի մեջ շատ կհանդիպեք նմանատիպ աղամաններ, իրենք հենց այդ համուհոտի նշանակությունն են։ Դրանք քարե հավաններ հայտե հավաններ, տասը սրճահացները, գիտեմ շատերի սրանք ավելի նոր են, սրանք 90-ականներ են, այս որ մսաղացի նման փակցված է, սրանք 90-ականներ են, որևէ հատվածին օդը չվնասի, այդպիսի ազդեցություն ունի։ Այս դրամը բանային Սիրեք իրար, մարդիկ։ Մի րոպե անցնեմ նոր էլի։ Չանեստանից դուրս ենք եկել արդեն, հիմա գնում ենք եկեղեցի։ Գնացինք, եկեք երեխեք։ Elքում արծախքում այն չանի, քոտունը շենգի։ Vasakari. Ապրես արևս։ Ինչ? Ո՞վ ասում։ Նայո մտում է։ Բախեց դու այդ պատվերցող տվեց։ Որտեղ անե, մի հատ է տաս։ Չի մի հատ է, մի հատ է։ Բարի, թող։ Որտեղ ուղարկել։
այստեղ մնա, հեսա գալիս է։ Հեշու, տվեսի, երևի ժամանակ։ Էսելի, դի։ Դի պապի։ Top gidelim. Nasıl Իմ շատ սիրելի եւ հավատարիմ հետևորդներ ջան, այսօր շատ ջերմ ու խաղաղ օրենք ունեցել։ Գնացինք սկզբից Մաչանենց տուն, որից հետո մեր օրը շարունակել ենք դեպի Սուրբ Էջմիածին եկեղեցին։ Այնտեղ լի էր գեղեցիկ պահերով ու հիշողություններով։ Չեմ հիշում վերջի անգամ երևի թե փոքր տարիքում էի հաճախել եկեղեցի Էջմիածնի։ Օրներս ավարտեցինք սիրով ու հանգստությամբ, հուսով եմ բոլորն էլ մեր խումբը բոլորս էլ հավանել էինք թե Մաչանենց տունը, թե հետաքրքիր պահերը մի խոսքով։ Շնորհակալ եմ, որ միջև վերջինց հետ էիք, կհանդիպենք հաջորդ վլոգներում, հուսով եմ, որ ձեզ դուր եկավ այսօրվային վլոգը, չմոռանաք լայքել, բաժանորդագրվել, կհանդիպենք հաջորդ վլոգներում, եղեք առողջ և երջանիկ, պակա-պակա։